Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներկայացրել է 2025 թվականին ստացած նվիրատվությունները։ Փաստինֆոյի հաղորդմամբ կուսակցությունը 2025 թվականին ստացել է 416 միլիոն 712 հազար 288 դրամ նվիրատվություն։ Տեղեկանում ենք, որ նվիրատվությունների մի մասը մոտավորապես 30%-ը կատարվել են գործարարների ու նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից։ Նշենք, որ ընդհանուր առմամբ կուսակցությունը ստացել է 1688 նվիրատվություն, իսկ մեկ տարվա ընթացքում մեկ անձի կողմից իրականացվող նվիրատվության թույլատրելի չափը 10 միլիոն դրամն է։ Քաղաքացիական պայմանագրի նվիրատուների շարքում են վերջիններիս հավատարիմ գործարարներից հատկապես երկուսը՝ Սուքիասյաններն ու Արսենյանները։ Գործարար քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ու նրան փոխկապակցված անձինք կուսակցությանը նվիրաբերել են ընդհանուր առմամբ 52 միլիոն դրամ։ Մասնավորապես նվիրատվություններ են կատարել Մերի Սուքիասյանը, Արիկ Սուքիասյանը, Խաչատուր Սուքիասյանը, Ալբերտ Սուքիասյանը։ Նրանցից յուրաքանչյուրը 5 միլիոնական նվիրատվություն է արել։ Իդեպ 2024 թվականին Սուքիասյաններից որոշները եւս նվիրատվություններ էին արել քաղաքացիական պայմանագրին։ Նվիրատուների թվում են նաեւ Սուքիասյանների ընկերությունների տնօրեններն ու աշխատակիցները, մասնավորապես Սիլ կոնցեռնի, Սիլ կապիտալի ընկերությունների տնօրենները։ Ինչ վերաբերում է Արսենյաններին, ապա հատկանշական է, որ Վայոց ձորի ԿՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանը 2 միլիոն 500 հազար դրամ է նվիրաբերել կուսակցությանը անդամավճարից բացի։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած տվյալներից նաև պարզում ենք, որ Արսենյանների ընտանիքին պատկանող Ջերմուկ գրուպ փակ բաժնետիրական ընկերության եւ Ջերմուկ մայր գործարաններ փակ բաժնետիրական ընկերության տնօրենները Վլադիմիր Պողոսյանն ու Եղիշե Արսենյանը եւս ԿՊ-ի նվիրատուներն են, որոնցից յուրաքանչյուրը փոխանցել է 2 միլիոն 500 հազարական դրամ։ Վահագն Արսենյանի հայրը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր եւ գործարար Աշոտ Արսենյանն է։ Վերջինիս պատկանող հայկական ամենահայտնի ընկերություններից մեկը Ջերմուկ գրուպը վերջերս սկանդալի կենտրոնում էր հայտնվել։ Դիլիջանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան Դաշինքի ներկայացուցիչները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ իրականացվող քարոզարշավի շրջանակներում իրենց ելույթներում անդրադարձել են Ջերմուկ գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանին, ակնարկելով, թե Ջերմուկում իշխանությունների համար ձայներ են հավաքում։ Իդեպ հավելենք, որ այս երկու գործարարները նրանց պատկանող ընկերությունները նաև եղել են Իմ Քայլը հիմնադրամի նվիրատուները։ 2025 թվականի ընթացքում նրանք միլիոնավոր դրամներ էին փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին, ինչի մասին ավելի վաղ Փաստինֆոն հայտնել էր։ Առաջիկայում կներկայացնենք նաև ԿՊ-ի մնացած խոշոր նվիրատուների մասին։